Ողջույն, եթերում Drive News-ի հերթական թողարկումն է ձեզ հետ ուշն է, այսօր ձեզ համար ունենք այս sense հետաքրքիր մեքենա պատրաստած, մոդել S-ն ու 2015 թվականի սերնդի ամենահզոր տարբերակներից մեկն է կարելի ասել, չէ, միջինը, լավ, sense ասեմ, 85D-ն է, ինչ է նշանակում մարտկոցները ունեն 85 կիլովատ ժամում հզորություն, իսկ D-ն նշանակում է ունի երկու շարժիչ, այսինքն double, որը իր հերթին ենթադրում է 4 քաշող համակարգ։ Ահա։ Լինում է նաև առանց D եւ միայն հետնակաշեք։ Ուրեմն այս մեքենան իմ դեռ այսքան ժամանակվա ինչքան շփվում եմ մեքենաների հետ ընդհանրապես, ամենահետաքրքիր մեքենաներից մեկն է, որովհետեւ այս ավելի շատ ինձ համար էլի, ոչ թե մեքենա է իմ պատկերացումով, այլ սենց ինչ-որ հետաքրքիր մեծերի համար նախատեսված խաղալիք։ Գույնն էլ էլեկտրիկ կապոտ, էլեկտրիկի ավտո է մի խոսքով։ Արտաքինից ուրեմն այս մեքենան նայեք։ Սովորական ոնց որ մեքենա լինի, նույնիսկ ինչ-որ սենց կորեական երևի ինչ-որ Hyundai, ինչ-որ Mazda, ինչ ասեցի, Mazda, որովհետև այս մեքենայի դիզայները գլխավոր Mazda-ի առաջվա դիզայներն է։ Դրա համար նման է ճապոնական մեքենայի։ Հեռակառավարման վահանը գնայք։ Փոքրիկ Tesla է, առանց կոճակների, բայց ունի ներսը կոճակներ, այսինքն ասած։ Սեղմում ես, դռները փակվեցին։ Նայեք, ինչ գեղեցիկ sense մտնում է, պահկվում է ու չես կարող բացես։ Հնարավոր չի ուղղակի։ Հոպ, արի։ Մեքենան տոկով է, հետևաբար լիցքավորում ենք ոսանքով։ Շատ մեծ, շատ խորը սենց հատվածներով, բաներով, լիտրաժով կոնկրետ չեմ կարող ասեմ, այս մեր տեխնիկան է, ուշադրություն մի դարձրեք։ Հիմա ձեզ սրանցով ենք ցույց տալիս, էլի, ինչ է որ տեսնում եք։ Չգիտեմ, ձեր կարծիքները կարաք գրեք, կիսվեք, որտեվ ինձ հետաքրքիր է, էլի ընդհանրապես հայերը Հայաստանում ոնց են վերաբերվում այս մեքենայի արտաքին տեսքին ու ընդհանրապես ոնց են վերաբերվում էլեկտրական տոկով ավտոյին։ Մեր համար մի քիչ բան է, էլի, խորթ է, չէ՞, մենք են որ հայրենի է, ոնց ախպեր։ Բամյա 222 չունենանք 76 լիտր բենզին ծախսի։ Այս մեքենան 100 կիլոմետրին ծախսում է 700 դրամ։ Իսկ ձեր S-կլասի S63 AMG-ի 100 կիլոմետրը քանի դրամ է։ Կապոտի տակ ունենք էլի մեծ դատարկ տարածություն։ Ստեղ արդեն մի քիչ sense ավելի կոկիկ կոմպակտ պայուսակների բաների համար։ Ահա։ Ու ջրի պզիկի տեղ։ Միակ բանը որ կա ստանդարտ սովորական մեքենայից, այդ ջրի պզիկի տեղն է։ Արտաքինից ես էլ չգիտեմ ինչից խոսեմ, որովհետև որ ասեմ ինչ որ տենց առանձնապես շատ հետաքրքիր բաներ կա, չէ, սրահը։ Ինչի է սա աշխարհի ամենահետաքրքիր սրահը։ Որովհետև դե նախ հաստատ վստահ եմ շատերդ արդեն YouTube-ներով, ինտերնետներով տեսել եք սրահը, այս մեծ 17 դյույմանոց մոնիտորը, այս դիմացի մոնիտորը, ու որ ընդհանրապես ոչ մի կոճակ չկա, բացի մուլտիղեկի կոճակներից, մեկ էլ այս կոճակներից, դե պատուհան բան, ու Mercedes-ի է, որովհետև Mercedes-ը փայատեր է, Tesla ընկերությունում, բայց դե բնականաբար աշխարհի ամենահետաքրքիր բաները գտնվում են այս մոնիտորի մեջ։ Ես ձեզ որոշ բաներ արդեն ընթացքում էլի, վարման ընթացքում ցույց կտամ, որոշ հետաքրքիր բաներ, բայց որոշ բաներ ցույց կտամ հիմա, եթե գաս իմ մոտ։ Եկեք։ Նորից բարև ձեզ, բարի գալուստ Tesla։ Ուրեմն, նայեք, կոճակներից այս փոքրիկ վթարային լույսերի կոճակն է։ Էսա, էս ինչ կոճակը։ Սախմեմ ինչ կլինի։ Ահ, վախեցա բարդաճը կբացվեց։ Հա, լավ է չպայթեցինք։ Ահա։ Նա կոճակ, մի երկու հատ կոճակներ, սրանք են կոճակներով։ Այս բռնակները նույնպես Mercedes-ի են։ Ահա, հիմա ուրեմն ուշադրությունը թեքում ենք այստեղ։ Շնորհակալություն։ Նայեք, այս մեր քարտեզն է, սա մեր Հայաստանն է, սա մեր Թոխմախ գյոլ հանրաճանաչ, բավականին լավ այգի են սարքել, ես կյանքում ստեղ չի եղել իդեպ,
մանավանդ հեսավոր ծառերը ծաղկեն, շատ գեղեցիկ կլինի, վստահ եմ։ Ահա։ Նայեք, սկսենք այստեղից։ Նախ քո դուռը բաց է։ Փակվեց։ Սա պանորաման ես բացում, ինչքան ուզում ես։ Բեռնախցիկները բացում ենք, լիցքավորման կետը բացում ենք, լուսավորություն, սենց հասկացանք, հա, մոտավորապես էս display լույսի ուժեղությունն է։ Գնացինք։ Կախոցներ, բարձրություն, մեքենայի բարձրություն, ցածրություն, low, very high, այս օպցիա է գալիս, այս մեքենայի մեջ կա։ Այդ օպցիան, այս մեքենան պնևմոներով է, պնևմո կախոցներով։ Շատ հետաքրքիր բան, նայեք, jack։ Ինչա jack-ը, սեղմում ես։ Օպա, անիվները հանեց։ Նշանակում է, այս ռեժիմում կարելի է անիվները փոխել։ Եթե առանց այս jack ռեժիմի հանես անիվները, գժվում է։ Հա, որ driving վարելու ընթացքը, ուրեմն նայեք, կարաս ինձ էլ ցույց չտաս, այսօր ստեղ ենք, ուրեմն նայեք, acceleration, այսինքն արագացում, ստանդարտ և chill ռեժիմում մեքենան շատ հանգիստ է, իրան զգում, իրան պահում, կտրուկ գազի ոտնակը սեղմելու դեպքում, այսինքն սենց հանգիստ, chill անգլերեն նշանակում է հանգիստ, սենց կայֆերով, ստանդարտնա մի հատ էլ լինում է ռեժիմ, որի անունը չեմ հիշում, դա լինում է performance-ների մեջ, այսինքն P տարբերակների մեջ, այդ ընդհանրապես են, որ սենց են խայտառակ գազաններն են, գնաս մտնես մեկի բեռնատարի տակ։ Steering mode, ղեկավարման ռեժիմը, ստանդարտ, comfort, sport, նորմալը, սպորտը բավականին սպորտային է, այս էլ ռեկուպերատիվ համակարգի, այդ հետո ընթացքում կբացատրեմ ինչա, ուժեղությունն է, ինչ հզորությամբ ինքը դիմադրի, երբ ոտդ հանում ես գազի ոտնակից։ Սա, այս creep mode-ը, ուրեմն, երբ միացրած է լինում, մեքենան իրան պահում է որպես ավտոմատ փոխանցումատուփով մեքենա, այսինքն կանգնած ժամանակ դրեցիր D, ոտքդ հանում ես արգելակից, մեքենան սկսում է դանդաղ շարժվել։ Եթե creep mode-ը անջատում ես, ինքը ոչ մեկ չի լինում։ Արգելակը թողեցիր, կանգնած մնում է, մինչև գազը չսեղմես։ Հետո, իջի էլի։ Ավտոպիլոտ, ամենահետաքրքիր հատվածը, ավտոպիլոտ, ուրեմն, այս սամանը, այդ այն ֆունկցիան է, երբ որ հեռու կանգնած ես, կոճակով սեղմում ես, մեքենայիդ կանչում ես քեզ մոտ, այդ այն բարագաներում է լավ, երբ որ ասենք մեքենա, չգիտեմ, մինչև կեսը ջրի մեջ է կանգնած, չես ուզում դու էլ մտնես թրջվես, բան անում, կանչում է մեքենան։ Auto-steer դե ավտոպիլոտի ժամանակ, որ ղեկնել է կառավարում, Joe mode։ Կարաս միացնես Joe mode-ը, կարաս անջատես։ Ես Joe-ն ուրեմն մի հատ մարդ է, եղել, երևի միջև հիմա էլ կա, միջին վիճակագրական Տեսլայի վարորդ, մի անգամ երեխայի հետ մեքենա վարելիս է լինում, երեխան մեքենայի մեջ քնած է լինում, ու այս լսում եք այդ ձեները, այդ կտկտոց, սենց ինչ-որ բան են, պարկտրոնիկի ձեներ, բան, երեխային խանգարում է ու զարթնում է երեխան։ Այս Ջոս, գնում է Տեսլա, բողոքում է, ասում է, աղբեր ջան, բարձր է այդ ձեները, ասում է, երեխես զարթնեց նրանից։ Մի խոսքով հաջորդ update-ով գալիս է Joe mode, հենց այդ մարդու անունով mode են դրել, որ երբ միացնում ես, լիքը ձեներ ուղղակի անջատվում են, իսկ լիքը որոշ ձեներ, որոնք պարտադիր պետք է լինեն, շատ ցածրանում են, էլի, որը Joe-ի երեխուն չխանգարի։ Climate control-ում ուրեմն նայեք։ Կա dog ռեժիմ։ Սա անջատածն է։ Սա սեղմում ես dog, այսինքն շուն։ Տեսլան ունի շուն mode, պատկերացնում եք։ Ինչ անում, որ ասենք երբ շանը թողում ես մեքենայի մեջ, ինքը ավտոմատ անընդհատ պահում է շան համար բարենպաստ կլիմայական պայման մեքենայի մեջ, սենց անընդհատ օդափոխություն, բան, ու սենց մեծ էկրանին գրում է հեսա տերը հետ կգա։ Չգիտեմ շունը ինչքանով է դա հասկանալու, այդ կարդալով, բայց դե Elon Musk-ի շունը հավանաբար հասկանում է։ Այսքան բանը որ ասեցի, մենակ այս մեքենայի, այսինքն vehicle mode-ի մեջ էր, մենակ այս սրա մեջ։ Հիմա հələ նայեք ինչքան բաներ կան։ Ուրեմն, սա մուլտիմեդիա արդեն երաժշտական եւ այլ բաների մոդն է,
Ստեղ մենք ունենք ինտերնետ ուրեմն, հիմա է, բայց ես իմ հեռախոսը եթե մոտս լիներ, հենց հիմա կարող էի միացնել Wi-Fi-ով կպնել իմ հեռախոսին նորմալ ինտերնետ ունենայինք ու ստեղ արդեն աշխարհի բոլոր on-line ռադիոները ինչ կա, ինչ հետաքրքիր բաներ կա, YouTube, ինտերնետ, բրաուզեր, ստեղ նույնիսկ բրաուզեր կա։ Ուրա մեր բրաուզերը։ Հա, ստեղ էր, հեսա։ Հեսա, այս բրաուզերն է, հենց Tesla-ի բրաուզերն է, առանձնապես լավ չի աշխատում, բայց ոչինչ։ Կարևոր չի։ Ախ, մի հատ շուն մոդը անջատեք, մենք շուն չենք։ Cool, ուրեմն սա հեռախոսի հատվածն է, հիմա իմ հեռախոսը չեմ ուզում սենց միացնեմ սրան, որ տիրոջ հեռախոսի հետ ինչ-որ հետո բարդություններ չառաջանան, էլի։ Նայեք, մեկ ամենահետաքրքիրը, որ ունի սենց բաներ, զբաղմունքներ։ Ուրեմն նարդի, շախմատ, 2048 թվերով խաղա, ասենք նստում ես ու ասենք խաղում ես։ Ամենահետաքրքիրը, հեսա, toy box դե լիքը հիմար, բայց ծիծաղալու բաներ կան։ Առաջինը ռոմանսն է։ Նայեք։ Երաժշտությունը միացնում է, հաճելի։ Ստեղ ես բուխարին միացնում է ու թեջերից սկսում է հաճելի տաք օդ փչել։ Վառվող փայտի ձայնը։ Ասում եք, հեսա մի քիչ էլ մնա, արդեն հոտն է կզգամ լուրջ, այդպես տպավորությունը։ Աշխարհի ամենահիմար բանը, որ կարող էին մտածել մեքենայի մեջ, մեքենայի համար։ Ինչի համար։ Վակ Էրիկա։ Ու տարբեր ձևերով է, տարբեր սիմֆոնիաներ, բան։ Elon Musk դու ես իմ ով ես։ Սանտա։ Նայք, ստեղ, հիմա Տեսլայի փոխարեն դառնում է Սանտա Կլաուսի այդ սայլակը ու երբ որ վարում ես, դեմիդ մեքենաները ցույց է տալիս որպես եղնիկ։ Հեսա ճանապարհին ցույց կտամ։ Մի խոսքով այնքան բան կա, որ այսօր ամբողջ օրը կմնանք ստեղ։ Ես շատ եմ ուզում այս մեքենան վարեմ։ Հա, մեկ է այս դրան բռնակը շատ հետաքրքիր է, շատ գեղեցիկ է, սրա մասին մոռացել էի ասեի։ Մի խոսքով, ես գնում եմ ընկնեմ ճանապարհները, դուք էլ ինձ հետ միասին ու հələ ընթացքում ճանապարհներին էլի մի քիչ կբզբզանք, տեսնենք ինչ հետաքրքիր բաներ կա ընթացքի համար, էլի։ Այս ամեն ինչը զուտ կանգնածի համար էր։ Ամրագոտի բնականաբար սա հանում ենք, դուք էլ հանեք, սա վերցրեք, ու սենց ճլը գնացինք, շատ տրոլեյբուս է, նույնիսկ չգիտեմ ինչից սկսեմ, որովհետև այնքան բան կա այս մեքենայի մեջ խոսալու ու պատմելու ու ձեզ ցույց տալու, երևի ճիշտ կլինի ինչ-որ տենց հարմարավետությունից, չգիտեմ ձեզ դա ինչքանով է հետաքրքրում, այս մեքենան հարմարավետ է թե չէ, ասեմ նստարանները բավականին լավն են, ղեկը բավականին հաստլիկ, վերևը սև է, ու ամենակարևորը որ ալկանտարա է։ Լավ, այսքանը ինձ թվում է կարելի է խոսալ այս մեքենայի սալոնից։ Սրահում ոչ մի ավելորդ բան չկա ընդհանրապես։ Նայեք, այս դիմացի մոնիտորը անընդհատ live ռեալ ժամանակում ցույց է տալիս երթևեկության իրադարձությունները։ Օրինակ նայեք, այս կապույտը մենք ենք, դիմացը կա մեքենա, այնտեղ կա բեռնատար, այնա ճիշտ ավտոբուս էր, բայց բեռնատար ցույց տվեց։
Մի խոսքով, sense ինքը ճանապարհը կարդալով գնում է։ Մի հատ շատ լավ ֆունկցիա ունի հատուկ նախատեսված Երևանյան խցանումների համար։ Մի հատ մի արի, հա։ Ուրեմն ունենք cruise control, բայց ոչ սովորական cruise control։ Այսինքն ոչ միայն սովորական cruise control։ Այստեղ ձախից ունենք բռնակ։ Այս բռնակը մի անգամ որ քաշում ես դեպի քեզ, ուղղակի ֆիքսում է արագություն։ Սովորական ստանդարտ cruise control է միանում։ Երբ երկու հատ ես քաշում, հեսա մենք կփորձենք։ Երկու հատ ես քաշում, ինքը ֆիքսում է դիմացի մեքենան, ճանաչեց, ու վերջ, կպնում է այդ դիմացի մեքենայից, ու գնում է։ Ինչ անի այդ դիմացի մեքենան, նույնը անում է Տեսլան։ Այսինքն իդեալականը խցանումների ժամանակ եւ ասենք մայրուղիներում։ Մեկ էլ ասենք լավ նորմալ երթևեկությունով երկրներում, որտեղ կան նորմալ գծանշումներ, նորմալ վարորդներ, այսինքն նորմալ վարորդները ուղղակի շատ են, հա, ավելի, քան մեզ մոտ։ Այդ պայմաններում նույնիսկ քաղաքում կարելի է վարել այդ cruise control-ով։ Հիմա փորձում ենք ուրեմն դիմացում ունենք անհասկանալի մեքենա։ Հա, հիմա կպնում ենք քեզ ապեր։ Ահա կպավ։ Всё, նայեք։ Տեսեք, ես ոչ մեն չեմ անում։ Հիմա դիմացի մեքենային բռնած է ինքը։ Վերական չխփես։ Կանգնեց։ Ստեղ մենակ վտանգ կա։ Գնաց։ Ինչ է ասում, ինքան օգնող ու անվտանգության համակարգեր ունի, որ էլ դուսուս։ Սենց լրիվ ռոբոտ է։ Ունայում ես։ Նայ։ Այսպես, ու ինչքան ուզում ես բացում ես, ասենք 61%-ն եմ ուզում ընդամենը բացվի, բացվում է 61%-ը։ Խափեցի 72։ Որտեւ 72 էի ուզում էլի։ Հասկանում եք Հայաստանում էս ավտոպիլոտի խնդիրը որն է, որ կարող է դու խելոք մեկի հետևից կպնես գնաս, ինքն էլ խելոք տենց գնա, բայց տենց ձեր միջև արանքը մի քիչ մեծ լինի, ասենք 2 մետր արանք լինի, ինչ որ մեկը հաստատ կգա կխցկվի այդ արանքը ու մեքենան թե կհասցնի, ճանաչի թե չէ, ինձ թվում է կհասցնի, բայց դե մեկը վտանգավոր է ու ամենակարևորը վախենալու։ Ստրես տեստ է այս ավտոպիլոտը։ Մանա ստուգում է քո նյարդային համակարգի կայունությունը։ Բացի մեքենային կպնելուց, դիմացի մեքենային կպնելուց, բնականաբար ճանաչում է նաև գծանշումներ, որը էլի Հայաստանում չի ճանաչի, որովհետև Հայաստան ուր էս գծանշում, հա։ Ես վստահ եմ ձեզանից շատերը գիտեն, որ էլեկտրական մեքենաները շատ լավ սենց կտրուկ են հավաքում արագություն, բայց այսքան չգիտեի։ Հասկացաք, բայց այս նոր արդեն Տեսլաները արդեն ունի D100 տարբերակը, որը նաև ունի մի հատ P տարբերակ performance, այդ արդեն 700 քանի ձիաուժ է գալիս, այնտեղ արդեն պատկերացնում եմ ինչ անմարդկային հզորություն, անմարդկային արագացում, ակսելերացիա, 0-ից 100-ը զարգացնում է 2.5 վայրկյանում մոտավորապես, ինչ որ տենց մի հատ անմխիթար թիվ է, էլի։ Ունենք համ 4G հնարավորություն, կարելի է մեջը SIM card դնել ու ինքը ունենա իր անձնական ինտերնետը, նաև հնարավորություն Wi-Fi-ի։ Հա, ու այդ cruise control-ի ժամանակ շատ հետաքրքիր բան ունի, որ ասենք այդ դիմացի մեքենային ում որ կպած ես, ասենք, ուզում ես բազանց կատարես, միացնում ես թարթիչը, համապատասխանաբար ձախ, ինքը ավտոմատ, էլի առանց ղեկին դիպչելու, առանց ոչ մի բան անելու, կատարում է վազանց ու հետո բռնում է գծերը ու գծերով շարունակում է։ Եթե գիծ չի լինում, դիմացի մեքենան կորում է միամիտ, խառնվում է իրար, այն որ բանը, շունը կորում է, տերը չկա, սենց խառնվում է իրար, սենց կարմիր ինչ-որ լուսեր է վառում ու սենց կտրուկ արգելակում է, երևի միջև վերջ չի կանգնում, բայց ինչ-որ սենց ազդանշաններ, ոչ խառնվում է իրար մի խոսքով։ Բնականաբար չէր կարող չունենալ ռեկուպերատիվ համակարգ, ինչա դա իրանից ենթադրում, որ բացի հոսանքով լիցքավորվելուց մարդկոցները լիցքավորվում են նաև ընթացքի ժամանակ արգելակելուց և պարզապես գազի ոտնակը թողնելուց։ Այսինքն էլեկտրական մեքենաները ընդհանրապես, որ գազը թողնում ես, նայեք, իրոպե, հեսա ցույց տամ։ Հիմա գազը սեղմած է, գազը թողեցի, նայեք ոնց որ
արգելակի, շատ ուժեղ չէ, բայց sense միջին արգելակում է ինքը։ Էլեկտրական մեքենաները տենց են։ Այդ ընթացքում ինքը կատարում է այդ վերարտադրողական process-ը։ Արգելակը սեղմելու դեպքում ջերմությունը վերածում է էներգիայի, իսկ գազը թողնելուց այդ շարժիչների հակադարձող ուժը, ես այդքան ֆիզիկայից լավ չեմ, բայց մոտավորապես տենց շարժիչի այդ հակադարձող, հա երևի, սապրատիվլենիա, ստեղծում է դրանից էներգիա, հոսանքա ստեղծում, լցնում է մարդկոցների մեջ։ Շարժիչները ուրեմն ամենասովորական այն ինդուկցիոն կոճերի նման շարժիչներ են, նման չէ, հենց ինդուկցիոն կոճեր են պատկերացրեք, ուղղակի լավ ու հզոր, որը հենց արտադրում է Տեսլան։ Ես այդքան էլ լավ չեմ հասկանում, ճիշտ ասած, որ ձեզ այդպես շատ մատչելի բացատրեմ, ինչն է սխալ բացատրեցի, որը կհասկանան հաստատ ֆիզիկները կամ ֆիզիկայից լավ հասկացողները ինձ կներեք, որովհետև լուրջ էլեկտրական մեքենա առաջին անգամ եմ վարում ու ընդհանրապես փորձնել որպես այդպիսին, տենց շատ մեծ չունեմ սրանց հետ կապված էլ, չնայած i3 վարել եմ, բայց այն վաղ այդքան չէինք խորացել։ Տեսլան այսօր շուկայում, էլեկտրամոբիլների շուկայում, ինձ թվում է առաջատարն է։ Եթե առաջատարը չի, ուրեմն լավագույններից է։ Այսօր շուկայում կան մի քանի լուրջ ավտոարտադրողներ, ովքեր ունեն նաև էլեկտրամոբիլ, բայց Տեսլան չունի սովորական մեքենա, Տեսլան ունի միայն էլեկտրամոբիլ։ Այսինքն sense կոնկրետ մասնագիտացված է դրա մեջ ու շատ լուրջ չափանիշներ է տալիս, թե ոնց պետքա լինի էլեկտրամոբիլը։ 2012 թվականից արտադրությունը սկսվել, այսօր մեզ մոտ 21 թիվն է, այսինքն 9 տարի է։ 9 տարի անց, լավ 8 տարի անց, որովհետև 20 թվականին է արտադրել Porsche, չէ, Taycan-ը, լսած կլինեք շատերդ, գերհզոր, գերգեղեցիկ էլեկտրամոբիլ, բայց լիքը բաներում, շատ բաներում, չի կարողացել մեկը անցնի Տեսլային, կարողացել է հասնի, բայց չի կարողացել անցնի ինչ-որ լուրջ, ավելի լուրջ ցուցանիշներ տա, քան Տեսլան։ Ճիշտ է, ես դեռ չեմ փորձարկել Taycan, ու մենք ընդհանրապես Տեսլան էլ, Taycan-ն էլ բնականաբար իր ամբողջ այդ պոտենցիալով չենք կարող փորձարկել, որովհետև Հայաստանը մի քիչ այդ վայրը չի, այդպես բաների համար, բայց դե ինչքան կարդում ես, ինչքան համեմատություններ ես անում բան, հասկանում ես, որ Porsche մոտավորապես 5 անգամ թանկ է Տեսլայից, բայց ոչ մի լուրջ առավելություններ չունի։ Բացի տեսքից, բացի ինչ-որ որակական, հա, ասենք պատրաստման նյութերի որակից, ինչ-որ կարա ընթացային հատվածի, բան չունեմ ասելու կառավարելիություն, բան, այդ ամեն ինչը հասկանալի է։ Ես զուտ որպես ցուցանիշ նկատի ունեմ արագության, հզորության, աքսելերացիայի, մի խոսքով նման բաների։ Պլյուս մինուսով 2 տոննա է։ Ինչ եմ ասում պլյուս մինուսով, որովհետև կախված է կոմպլեկտացիայից, այսինքն ամենաթեթևը գալիս է S60-ը, որը 60 կիլովատաժամում մարդկոցները, իրանք թեթև են, S60-ը թեթև է, իսկ բանը, ասենք SP100-ը ամենածանրն է, 2 տոննա է, թե ինչքան է։ Դրա համար պլյուս մինուսով 2 տոննա է այս մեքենան։ Բայց այդ 2 տոննայի ամենամեծ հատվածը, ծանրության ամենամեծ հատվածը գալիս է հատակին, որովհետև ընդհանուր մեքենայի թափքը պատրաստված է ալյումինից ու թեթև կոմպոզիտային նյութերից, իսկ մարդկոցներ են։ Այս մեքենան ունի գերազանց կառավարելիություն, ինչի հաշվին բնականաբար շատերդ հասկանում եք, ծանրության կենտրոնը մաքսիմալ ինչքան հնարավոր է իջացված է ներքև։ Ինչ։ Հիմա ունենք ուրեմն հոսանք մարդկոցներում 348 կիլոմետրի համար։ Դուրսը 10 աստիճան Ցելսիուս է, ինչի է տենց շատ հստակ հենց լիցքավորման կողքը գրում ջերմաստիճանը, որովհետև լիցքավորվածությունը ուղիղ կապված է ջերմաստիճանի հետ։ Այս մեքենան ունենալու համար իդեալական պայմաններն են, որ ունենաս առանձնատուն, որտեղ կունենաս քո անձնական ավտոտնակը, որտեղ կլինի տաք, որովհետև այս մեքենայի մարդկոցները ընդհանրապես չեն սիրում ցածր ջերմաստիճան։ Շատ շուտ են նստում։
Ինչի համար եմ դա ասում։ Հիմա ունենք 348 կիլոմետր վարելու հնարավորություն, դուրսը 11 արդեն աստիճանա Ցելսիուսով ու սա ինձ թվում է իդեալական պայմաններ է իր համար ու եթե հանգիստ վարես, ասենց սովորական քաղաքային ռեժիմ միացրած վարես, իսկականից 348-ն էլ կվարես, հələ մի բան էլ ավել կարող է վարես ու Տեսլան դրա համար են ավելի շատ տենց գնահատում էլեկտրամոբիլ սիրողները, որ իր ցուցանիշները իսկապես համապատասխանում է, էլի իրականությանը, եթե պայմանները լինեն բարենպաստ։ Եթե մայրուղի ես վարում ու էլի պայմանները բարենպաստ են, այսինքն ջերմաստիճան եւ այլն, դու նույնիսկ ավել կվարես, ինչի, որովհետեւ ինչպես հիշում եք ասեցի, ունի ռեկուպերատիվ համակարգ, ինչը ավելի շատ օգտագործվում է հենց մայրուղիներում։ Այսինքն արագությունը զարգացրեցիր, գազը թողեցիր, այդ իներցիան բավականին լավ էներգիա է տալիս։ Արգելակները բավականին լավ էներգիա են տալիս։ Հա, այս ռեկուպերատիվի հետ կապված էլի, այդ որ ասում եմ, sense գազը թողնում ես, ինքը կանգնում է, չէ՞, դա այսինքն դանդաղում է։ Կա օպցիա չի էլի, sense այս կարգավորումների մեջ մտնում ես, կարգավորումը։ Եթե միացնում ես, մի հատ ուժեղ ռեժիմ ունի։ Երբ գազի ոտնակը թողնում ես, sense ոնց որ կտրուկ արգելակի ինքը, այսինքն դու պետքա միշտ վարես sense գազը թեթևակի սեղմած, որտեվ հենց թողեցիր, ինքը կտրուկ է ավելի այդանում է իր գործողությունը, հետևաբար ավելի շատ հոսանքա վերալիցքավորում, խնայում, հետ բերում օդից։ Ասեմ, լավ բան է այս հետևի տեսախցիկը, որովհետև այս հայլիով հետևի տեսադաշտը այսքան է պատուհանը։ Հիմա գնանք մի քիչ էլ մայրուղի, մեզ գցենք մայրուղիները, բայց չկանգնենք, վարենք։ Ասենց բավականին հետաքրքիր զգացողություն տալիս, որ նայեք, անիվները միացված են անմիջապես շարժիչներին, այդ եռաֆազ ինդուկցիոն շարժիչներին։ Ու արանքում իրանց մեջտեղում ոչ կա փոխանցումատուփ, ոչ կա կարդանային լիսեր, ոչ կան ինչ-որ ռեզինային մեղմիչներ, ոչ կա դիֆերենցիալ, կամրջակ, եսիմինչ, ոչ մի բան չկա։ Ու գազը, որ սեղմում ես, միանգամից ինքը այդ հետադարձ կապը շատ արագ է տեղի ունենում, այսինքն հենց սեղմեցիր միանգամից ինքը սկսում է գործել ու նյուտոնով բավականին բարձր է ու այդ ամբողջը դու գազը սեղմելուց միանգամից զգում ես։ Այս մեքենան 150-ից ենկում տենց արդեն են որ հանգում է, էլի, բայց մինչև 150-ը լավ է վերցվում։ Մենք գնացինք մինչև 150 տոկի ձենը Հիմա ընդհանուր 51-ի վրա ենք գնում, 51 արագությամբ ու ղեկին որնեք, կտեսնեք ինքը սենց ուղում է, էլի։ Ինչո, ինչ։ Նայեք, սենց հեռախոսը վերջեցի, իպր հեռախոսով բան եմ անում, գժվեց, ասում է գիժես։ Հիմա որ տենց մի քիչ է շարունակեի, ահա, բռնեցի, արգելակում է, բռնել եմ։ Մի խառնվ իրար, ստեա, պապան ստեա, ցավը տանեմ, հանգիստ։ Ասում է, հիմա դես ես մեզ սաղ իշկա չկա, թող իր վրես գնացիր, հա։ Ես են Սանտան, նոր միացրեցի, թարթիչի ձայնը լսեցիք, մեր եղնիկն է, մեզ տանում է, հիմա, այս եղնիկին մի հատ է կրույս կանտրոլ ես անում, հարի, կպավ, հենա, մեր եղնիկն է, հեսա մեզ կտա, դետար, գնաց, նայեք լիքը եղնիկներ են, անջատեցինք Սանտային, վերադարձանք Տեսլային, այս հենց հետաքրքիր կարկանդակ,
կապույտ, էլեկտրիկ կապույտ։ Մի խոսքով ինչքան ցնդած մտքեր լինում են, Elon Musk-ը որոշում է օգտագործի Tesla-ի մեջ։ Այս TSY-ը որ կա, ուրեմն սա մի ընկերություն է Tesla Service Երևան։ Տղաները, այս մեքենայի տերը, իր ընկերոջ հետ կամ ընկերների հետ, մի խոսքով որոշել են բացեն Հայաստանում Tesla-ի սերվիս կենտրոն, որտեղ կսպասարկեն միայն Tesla։ Ինչով խրախուսում են Tesla-ի ու էլեկտրամոբիլների ընդհանրապես այդ օգտագործումը էլի Հայաստանում, որ մարդիկ սկսեն մի քիչ արդեն բենզինայինից անցնեն էլեկտրական մեքենաների, որովհետև էկոլոգիա, օդը, շնչելա, թոքա, բանա, էլի, լավ բան են։ Ինձ բավականին դուր եկավ այս մեքենան, բայց մինչև 150 կմ/ժ, որովհետև համ արագացումն է շատ լավը մինչև 150, համ կառավարելիությունը մի խոսքով ամեն ինչ տեղն է, բայց 150-ից բարձր համ չի գնում, նաև կառավարելիությունն է վատը, թե աերոդինամիկայի խնդիր է, թե ինչի խնդիր է, չգիտեմ, բայց 150-ից բարձր արդեն այն որ լավ չի զգում մեքենան այդ կայունությունը կորցնում է, էլի ճանապարհին։ Իհարկե, այս մեքենայի հետ ոչ վառելիքը ընդհանրապես կապ ունի, ոչ յուղերը կապ ունեն, ոչ 27-երը կապ ունեն, բայց միևնույնն է, աշխարհի ամենալավ յուղը մնում է աշխարհի ամենալավ յուղ, Motul-ն է, որը ներկայացնում է Հայաստանում նակոյել ընկերություն։ Մեկ էլ ասեմ ձեզ մի հատ շատ հետաքրքիր բան ենք մտածել, շատ լավ բան ենք մտածել հատուկ Niva-ի սիրահարների համար։ Այո, Niva-ի։ Ես վստահ եմ, որ դուք չէիք սպասում կյանքում, որ Drive News-ի եթերով կլինի մի օր Niva, բայց կլինի։ Բայց լինելու են որոշակի պայմաններ։ Այո։ Այնպես որ եթե նայում եք YouTube-ով, բաժանորդագրվում եք մեր ալիքին ու սեղմում եք զանգակը։ Մանրամասները հետո։ Ձեզ հետ տոշներ, սա Drive News-ներ, հաջողություն։